Կարճ հիշողության թարմացում։ Խորհրդային տարիներին, երբ որ գնում էիք Նախիջևանով կամ թուրքական կամ ադրբեջանական հայոց տարածքում վերաբնակեցված յուղերով, թուրքի լակոտները, թուրքերը քարերով, փայտերով, անգամ գնացքի պատուհանները ջարդում էին, որով անցնում էին հայերը։ Այս պատմության ականատես չասեմ լսողներ, ականատեսներ կան նույնիսկ։ Բայց դա դեռ խորհրդային ժամանակաշրջան էր։ Այն ժամանակ թուրքը զինված էր քարերով։ Եվ լավ թե վատ գոյություն ուներ ոստիկան, այսինքն միլիցիոներ կար, որ կարող էր սաստել, եթե բանից անցներ։ Այսինքն ինչ-որ բանի վախ ունեին այդ թուրք ասածները։ Բայց հիմնականում այդ քարով խփում էին փոքրերը, որովհետև մեծերը նրանց այդպես դաստիարակում էին։ Այսինքն միշտ սովորեցել են, որ եթե հայ է, պետք է վնասես, պետք է ոչնչացնես, նույնիսկ խորհրդային տարիներին։ Հիմա դուք տեսնում եք Ալիևը ինչպեսի կրթական համակարգ է մտցրել, մանկապարտեզից, բարուրից, երեխային ոնց են դաստիարակում։ Հենց հիմա, այդ որ սրանք ասում են խաղաղություն, խաղաղությունը դենց չի։ Մարդը բարուրից երեխի մեջ մտցնում է, որ հայ պետք է սպանես, որ փառավոր, հաջողակ մարդ լինես։ Դու հələ խաղաղությունից խոսա։ Հիմա, եթե խորհրդային տարիներին այդ մարդիկ մեր մեքենաների, գնացքների պատուհանները քարով ջարդում էին, առանց կաշկանդվելու խորհրդային միլիցիոներից։ Հիմա քարով չեն զինված։ Հիմա զինված են ավելի լավ, քան մեր բանակը եւ ունեն կոնկրետ գերագույն գլխավոր հրամանատար, ով կոչ է անում սպանել, ոչնչացնել, այսինքն Սաֆարովներ է դաստիարակում։ Հիմա այս ֆոնի վրա, ասենք, Նիկոլի ասած խաղաղություն, քանի գրոշ արժե։ Այսինքն նա չի ասում, նա մեզ խաբում է, նա մեզ քնեցնում է Սաֆարովների առաջ։ Նիկոլը մեզ քնեցնում է, եթե Տիգրանաշենն էլ է հանձնում, այսինքն ինքը այդ թուրքերին, այն որ առաջ քարով էին խփում, հիմա զինված են խփելու, հիմա զենքով են խփելու, ականանետով են խփելու, հրանոթով են խփելու։ Այսինքն բան չի փոխվել, չէ՞, այս 7-800 տարվա մեջ թուրքը չփոխվեց։ Կարող է 7-800 տարի է Նիկոլ չի ծնվել Հայաստանում, չի ասել թուրքերին, դե լավ եկեք խաղաղ, համերաշխաբրենք։ Այս Նիկոլն էր նոր եկավ, ծնվեց, թուրքերն էլ ասեն, ահա, հազիվ մի հայ է ծնվել, խաղաղություն է ուզում, բերեք խաղաղ ապրենք։ Այսպիսի բան լինում է։ Այսպիսի բան չի լինում։ Ուրեմն Նիկոլը մեզ քնեցնում է Սաֆարովների համար։ Սա մեկը միշտ ակաժնետ օղ արեք եւ արթնացեք։